Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը անդրադարձավ արցախցի քույրերին եւ եղբայրներին, ասաց, որ չպետք է նրանց էմոցիաները մարդիկ շահարկեն, քաղաքական գործիչները, եւ որ պետքա արցախցիները առհավետ տնավորվեն Հայաստանում, դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նրանց համար իրականացում է բնականով ապահովման ծրագիր։ Ձեր կարծիքը որպես արցախցի, որը միշտ եղել է հանուն հայրենիքի, հանուն արդարության պայքարի առաջին շարքերում։ Ընդհանուր առմամբ ամբողջ ելույթը այն մասին էր, որ նա եւ գործով եւ խոսքով արդեն եւ գործով ապացուցել է եւ խոսքով եւս մեկ անգամ հաստատում է, որ ամեն ինչի պատրաստ է հանուն իշխանության։ Ինչ վերաբերում է նրա հայտարարությանը հենց արցախցի չէ, ղարաբաղցի քույրերի եւ եղբայրների վերաբերյալ, այստեղ երկու մեսիջ կար։ Առաջինը միջազգային հանրությանն ուղղված, ինչը նշանակում էր մենք համատեղ ջանքերով ավարտին ենք հասցրել Արցախի էթնիկ զտումը, հայաթափումը եւ այլն, եւ նաեւ սա որևէ ձևով հորդոր եւ պահանջ էր միջազգային հանրությանը այդ հարցը տարբեր հարթակներում չբարձրացնելու եւ օրակարգ չբերելու, եւ նաեւ ուղիղ հորդոր էր արցախցիներին հրաժարվել Արցախյան հարցից, հրաժարվել հնարավորությունից Արցախ վերադարձի եւ արժանապատիվ կյանքի հանուն բնակարանի կամ չգիտեմ որևէ ձևով այստեղ ապահովելու։ Համոզված եմ, որ արցախցիների մեծ մասի համար այս մոտեցումը ընդունելի չէ։ Արցախյան հարցը չի կարող փակել մարդ եւ կառավարությունով ամեն ինչ արել է այդ հարցը ողբերգական կետի հասցնելու համար եւ Արցախյան հարցի շահառուն եւ եթե կուզեք սեփականատերն են ոչ միայն արցախցիները, այլև ամբողջ հայ ժողովուրդը, ովքեր ում համար առաջնահերթ է հայկական ազգային շահը, առաջնահերթ է հայկական պետականություն ունենալը եւ ինքնության շարունակական լինելը եւ համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչակարգը շատ լավ հասկանում է այդ մարդկանց ուժը եւ այդ մարդկանց տրամադրվածությունը, վճռականությունը Արցախյան հարցը իր նույնիսկ այս դժվար պայմաններում Արցախյան հարցը շարունակելու եւ իր բարեհաջող ավարտին հասցնելու։ Դուք շատ եք շփվում արցախցի ձեր հայրենակիցների հետ, ինչպիսին էր արձագանքները այս հայտարարությանը եւ ընդհանրապես վարած արտաքին քաղաքականությանը։ Մեծ մասամբ արցախցիների մեծ մասը շատ լավ գիտակցում է այս քաղաքականության հետևանքները եւ հասկանում է, որ ինչի համար է այս ամեն ինչը արվում։ Բնականաբար նրա մեսիջը այսպես ասած գնվելու եւ Արցախյան հարցը մոռանալու շատ լավ գիտենք, որ որոշ շատ փոքր մասը կընդունի եւ նա շատ լավ ճանաչում է այդ մարդկանց, ովքեր հանուն այս ռոպեական շահի, բնակարանի, աշխատանքի, գումարի կհամաձայնեն հրաժարվել Արցախի թեմայից, բայց հավաստիացնում եմ, որ արժանապատիվ արցախցիները շատ ավելի շատ են, ովքեր վճռական են տրամադրված, հասկանում են ինչ է կատարվում եւ ընդհանրապես որևէ ձևով արդարացնել այս ելույթը, այս մոտեցումը, այն մարդը, ով կարող է արդարացնել Նիկոլ Փաշինյանին վարած այս քաղաքականությունը, մի օր կարող է նաև արդարացնել Ռամիլ Սաֆարովի արարքը։ Այսինքն սա բոլոր կարմիր գծերը ջնջելու մասին է եւ հույս ունեմ, ավելի շատ համոզված եմ, որ ոչ միայն արցախցիների, այլ հայ ազգի մեծ մասը չի ընդունելու այս թուրք-ադրբեջանական առաջարկը եւ շարունակելու է առաջ տանել Արցախյան հարցը, որը շատ կարևոր է, էական է, կենսական նշանակություն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության համար։ Այդ տրամաբանության մեջ այսօր ոչ պակաս ուշագրավ հայտարարություն եղավ կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է հանձնարարել, որպեսզի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը ազատման դիմում գրի, քանի որ Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել ԱՄՆ փոխնախագահին։ Եվ նաեւ խոսել է Սումգայիթի ջարդերի մասին է խոսել, քանի որ այնտեղ հուշահամալիրում կան խաչքարեր, ընդհանրապես Բաքվի ջարդերի մասին է խոսել, Արցախի մասին է խոսել եւ այլն, եւ այս ամենը եւս մեկ անգամ գալիս է հաստատելու այն մոտեցումը, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչակարգը վախենում են, սարսափում են Արցախ բառից եւ արդեն սա փաստացի բացեի բաց ցենզ է դրվում նաեւ գիտական աշխարհի վրա չօգտագործելու ոչ Արցախ բառը, ոչ խոսելու Արցախի հարցի մասին եւ այլն, այսինքն նույնիսկ չգիտեմ վատ է հնչում համեմատությունը, բայց նույնիսկ Թուրքիայում հայոց ցեղասպանության մասին խոսող գիտնականներ կան։ Երբեմն չանվանելով այն ցեղասպանություն, երբեմն անվանելով եւ վտարվելով։ Իսկ այստեղ
մարդը, ով խոսում է ժողովրդավարությունից, այնպիսի բռնապետական ռեժիմ է սահմանում, որ գիտնականը նույնիսկ հնարավորություն չունենա խոսել պատմական փաստերի մասին։ Եվ այս եւս մեկ անգամ եւ բռնապետության մասին է խոսում, եւ հակաարցախյան, հակահայկական մոտեցումների մասին է խոսում, եւ ժողովրդավարության անվան տակ մեզ մատուցված եւ մեզ ամեն օր ել ավելի ճնշող բռնապետության մասին է խոսում։ Շատ արցախցիներ խոսում են, որ պետքա Արցախ վերադառնալու հարցը մնա օրակարգում, բայց դուք ինչպես եք պատկերացնում դա, որպես արցախցի հնարավոր է ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի։ Հնարավոր չէ, եւ Ադրբեջանը պարբերաբար ապացուցում է դա էթնիկ զտման ենթարկելով, չգիտեմ, պատերազմական հանցագործություններով, անմարդկային դաժանության դրվագներով, որ նույնիսկ իրենց սոցիալական հարթակներում են տարածվում, երեխաներին դաստիարակելու իրենց մոտեցումներով եւ այլն։ Արցախի հարցը այս պահին օրակարգում պահելը նշանակում է խոսել իրավունքի տեսանկյունից, իսկ արցախցիները այո ունեն իրավունք ապրելու իրենց հողի վրա եւ ունեն ինքնորոշման իրավունք։ Հարցը օրակարգում պահելը դա չի նշանակում վաղը վերադառնալ եւ ապրել Ադրբեջանի կազմի մեջ։ Եթե դա հնարավոր լիներ, արցախցիները ամբողջությամբ ստիպված չէին լինի բռնագաղթել։ Բայց հարցը օրակարգում պահելը նշանակում է խոսել այդ իրավունքի մասին, բարձրաձայնել այդ պահանջի մասին եւ թույլ տալ, որ միջազգային հանրությունը առաջարկի լուծումներ։ Այսօր Փաշինյանը նաև հիմնավորեց, որ Արցախի մասին խոսելը նշանակում է հրահրել կռիվ, պատերազմ, ինչը դեմ է խաղաղության տրամաբանությանը։ Դուք ինչպես կարձագանքեք հակադարձեք այդ թեզին։ Այն խաղաղությանը, որը ձգտում է Նիկոլ Փաշինյանը, դա խաղաղություն է, որը հիմա Արցախում է, երբ չկան մարդիկ, չկա պետություն։ Նա նաև խոսում է սահմաններին կրակոցներ չլինելու մասին, բայց օրերս տարբեր աղբյուրներից հաստատվեց, որ առանց կրակոցների հանձնվում են տարածքներ։ Եթե այդ խաղաղության գինը պետք է լինի պետականություն չունենալը, իսկ նրա գործողությունները դրան են բերում, մեր հանրությունը, ժողովուրդը վաղուց տվել է այդ հարցի պատասխանը եւ պատերազմել է պահելու իր պետականությունը։ Դա խաղաղություն չէ, խաղաղության կեղծ քարոզ է եւ խաղաղության փողի տակ անպատրաստ հանրությանը նոր ցեղասպանության վտանգի առաջ կանգնեցնել են։